Վրաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մեկնարկը միանշանակ գնահատականների չի արժանացել։ Իշխող թիմը ռազմավարական գործընկերության նոր փուլ անցնելը կարևոր է համարում և հայտարարում է, որ այս գործընկերությունը Վրաստանի համար կարևոր քաղաքական իրողություն է ներկայացնում։ Ընդդիմությունը ողջունում է Չինաստանի հետ համագործակցության տնտեսական բաղադրիչը, սակայն նշում է, որ Չինաստանը չի կարող փոխհատուցել նահանգների հետ ռազմավարական գործընկերության կորուստը։ 3 տարի առաջ Վրաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագիրը ընդլայնվեց, ինչը ենթադրում է համապարփակ ռազմավարական գործընկերության մեկնարկ։ Վրաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև վաղը նախատեսված հանդիպումը, որը կանցկացվի Եվրամիության վիզային կարգավորումների շրջանակներում, քննարկումների թեմա է Թբիլիսիում։ Ընդդիմադիր շրջանակները հույս են հայտնում, որ Վրաստանի համար առանց վիզայի տեղաշարժը վտանգի տակ չի հայտնվի, սակայն նրանց գնահատմամբ, եթե նման որոշում ընդունվի, դա կլինի վրացական երազանքի վարած սխալ քաղաքականության հետևանքը։ Իսկ իշխող թիմում նշում են, որ հունիսի 11-ին նախատեսված հանդիպումը տեխնիկական բնույթ ունի և կողմերը կքննարկեն դիվանագիտական և ծառայողական անձնագրերին վերաբերող կարգավորումները։ ԱՄՆ-ն պաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի դեմ։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տեղեկությամբ հարվածները իրականացվել են Դոնալդ Թրամփի հրահանգով, որպես պատասխան Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի խոցմանը։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը համաչափ պատասխան է Իրանի չարդարացված ագրեսիային։ Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ պայթյունների ձայներ են լսվել Իրանի մի շարք շրջաններում։ Ի պատասխան, Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ է իրականացրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։ Ինչպես նշում են ամերիկացի զինվորականները, Թեհրանի բոլոր հարձակումները հետ են մղվել։ Չնայած Իրանի նախազգուշացմանը, Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի Տյուր քաղաքին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով հարվածների հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, իսկ 32-ը վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են և զոհերի թիվը կարող է աճել։ Իրանը նախազգուշացրել է Իսրայելին, որ եթե Լիբանանում հարձակումները շարունակվեն, հնարավոր է իրականացվեն նոր հարվածներ։ Չնայած դրան, Իսրայելի իշխանությունները շարունակելու են ռազմական գործողությունները Հեզբոլլահի դեմ։ Լեհաստանը Ուկրաինայի ձգտումների աջակցությունը չի դարձնում առևտրի առարկա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետը։ Դոնալդ Տուսկը պատասխանել է լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցային կլաստերների հնարավոր արգելափակմանը։ Ինչպես նա է հայտարարել, Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն որոշակի պայմաններով։ Լեհաստանը կաջակցի Ուկրաինային դեպի Եվրոպա տանող ճանապարհին այն եվրոպական պայմանների շրջանակներում, որոնք անվտանգ և օգտակար կլինեն Լեհաստանի համար, հայտարարել է Տուսկը։ Բաթումիում թիվ 21 հանրային դպրոցի շինարարությունը մոտենում է ավարտին։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոցը նախատեսված է 1400 աշակերտի համար։ Ուսումնական հաստատությունում կառուցվել են դասասենյակներ, մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, գրադարան, երաժշտական և այլ բազմաֆունկցիոնալ տարածքներ։ Շենքը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։ Այս փուլում իրականացվում են բակի բարեկարգման աշխատանքներ և շենքի տեխնիկական հագեցում։ Դպրոցը կկարողանա աշակերտներ ընդունել նոր ուսումնական տարվանից։